Մենք խոսացինք ամեն ինչի մասին, ու դուք հասկացաք, թե ինչ հետ գործում եք։ Այս պահից սկսած, ինչ վերաբերում է կայոթի աղջիկների հետ, վերաբերում է մեզ բոլորիս։ Ու ամեն ինչ նրանց ոնց մենք պայմանավորվեցինք։ Այն մարդը, որի միջոցով կգտնվի այդ զիբիլը, կստանա առյուծի բաժինը, ու մնացածներին էլ աբիժիմիկ չի թողնի։ Բայց եթե ձեզնից մեկը փորձի մուտի տանի ու պղտոր ջրմձուկ բռնի, երթվում են բոլոր սրբություններով, կսարկսնեմ իմ ձեռով։ Մեկ եք այսքանով սահմանափակվենք ու ամեն մեկս գնանք մեր գործին։ Ցանկացած նոր բան պետք է մենք իմանանք նույն պահին, որ կարողանանք արձագանքենք։ Հիմա այդ քեզ է վերաբերում իրոք։ Ամեն ինչ կլինի հենց ոնց որ պայմանավորվեցինք հողը։ Ներողություն այլևս բոլոր։ Մատած ու դսմից բասի ես հիմա գալիս է։ Միշտապից չի ասել հովիկ, ես կեզ գործարկ եմ առաջարկում, ու լավ գործարկ։ Ասա լսում է։ Խոսքը Զարայի մասին է, ես գիտեմ թե ով արևանք է նրան։ Ով։ Եթե ես ասեմ, նա կսպանի մորս։ Պաստորեն խոստովանում ես, որ նա քո մայրն է։ Նա խոստովանում եմ, քանի որ այլևս խաղեր խաղալու ժամանակ չկա։ Ես նույնիսկ տեղյակ եմ Մոսկվայից ժամանող դիլերների խմբի մասին, որոնք մի քանի օրից Վրաստանում կլինեն։ Միտքը չարանակի։ Զարային դոշկան ուղղացել, մեկը դեր շարքերից, որին ես շատ լավ ճանաչում եմ, բայց եթե ես նույնիսկ փորձ անեմ ինչ-որ կերպ նրան ազատեմ, նա կկարդարի խոստումը, մորս ողջ չի թողի։ Ինչ է անում Ռուդոլֆը Զարային ազատելու դիմաց։ Ինչպես և բոլորիս կայոթի արխիվները, ու դրա համար նա ինձ ընդամենը մի շաբաթ ժամանակ է տվել։ Ու եթե հաշվի առնենք, որ արդեն 2 օր անցել է, ինձ ընդամենը 5 օր ժամանակ է մնացել։ Ուզածդ ինչ է։ Ես քեզ կասեմ Ռուդոլֆի անունը, բայց դու առայժմ ցույց չես տա, որ գիտես թե ով է իրականում, ու կփորձես նրանից ինչ-որ ձևով հետ ստանալ Զարային, ու ինձ հանձնելուց հետո ահա ինչ ուզում ես։ Ես գիտեմ, թե նա ժամանակին ինչքան պրոբլեմներ է քեզ համար ստեղծել։ Չէ, քիչ է։ Ես երբեք իմ մորը վախտանգին չեմ անցնի, հովիկ։ Այդ թեման փակ է ինձ համար։ Ես հիմա վախտանգին Զարայի մասին չեմ խոսում, այլ իմ ու քո։ Երբեք մարդուց, որի անուն դու հիմա ինձ կասես։ Հետ կստանամ Զարային։ Դու դուրս ես գալիս խաղից ու ձեռք ես քաշում ինձնից ու իմ մարդկանցից։ Ես համաձայն եմ, հովիկ, բայց միայն մի պայմանով, որ… Ինձ պայմաններ մի դրադրի, եթե ուզում ես, որ Զարային կենթանի դուրս հանեմ Ռուդոլֆի մոտից։ Իսկ երբ նա իմ մոտ կլինի, մենք կորոշենք ոնց այդ հարցը կարգավորենք։ Եթե նա քո մայրն է ու դու նրան սիրում ես, նրա անվտանգությունը պետք է քո գլխավոր հարցը լինի։ Այդպես էլ կա։ Ուրեմն ինձ ասա Ռուդոլֆի անունով ես կփորձեմ կարգավորեմ այդ հարցը։ Մինչև երբ կանեմ, դու պիտի հստակ գիտակցես, թե ում հետ գործ ունես, հովիկ։ Ռուդոլֆեն մարդկանցի չի, ու այլ խոստումները չի կատարում։ Նա ամեն դեպքի համար մի քանիստ սցենարում է, և բոլորն էլ փորձված ու աշխատում։ Ու եթե նա ժամանակի շուտ հասկացավ, որ իրեն բացահայտել են, ապա կսպանի Զարային։ Իսկ եթե դա տեղի ունեցա, ես կթողեմ ամեն ինչ, ու սկսեմ հերթով վերացնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեղավոր են դրանում։ Անունն ասա։ Կարո։ Ինչքան է դու լավ ճանաչում Ջեկոյին Կարո։ Կներես, հարցը չհասկացա։ Դու ամեն ինչ հասկացար Կարո։ Մենք Ջեկոյի հետ տալարնելիք չունենք։ Մենակ բարև բարևս։
ու միշտ տենց է եղել։ Աստղներս չբռնեց իրար։ Մենք իրար հետ ոչ տաքենք, ոչ սառը։ Լրիվ չես ոգուջակ։ Ուրեմն դու են մարդն ես, որ ինձ պետք ես։ Ինչի մասին ես խոսում, ես իսկականից չեմ հասկանում։ Հեն ինչ որ հիմա քեզ կասեմ, պետք է մեր մեջ մնա։ Ես կարամ քեզ վստահեմ։ Եթե դու մտածում ես, որ կարաս, ուրեմն հա։ Արդեն վաղուց իմ մոտ կասկածներ կան, որ իմ տեղեկից մեկը ոստիկանության համար է աշխատում։ Ես Զարուհին մտածել եմ այդ ուղղությամբ։ Ուշադրությունս կանգ առել Ջեկոյի վրա։ Բայց պետք է մի անգամից ասեմ, որ ես իր դեմ ոչ մի բան չեմ գտել։ Սա ընդամենը կասկածներ են, ուրիշ ոչ մի բան։ Հասկանալի է, բայց ես ինչ կապում եմ նրա հետ։ Ես ուզում եմ, որ դու հետևես Ջեկոյին։ Նրա ամեն քայլափոխ իմանաս նրա ընկերների բարեկամների մասին ու աներմասը։ Ես ուզում եմ վստահ ունեմ, որ կռիսը ինքն է։ Կներես, որ պիտի այդ ձևով արդարացնեմ։ Բայց այս ամենը ինձ շատ տարօրինակ է թվում։ Ինչի դու այդ մասին քո տղերքին չես ասում, այլ ինձ։ Ես հասկանում եմ, թե դու ինչ ես ասում։ Բայց եթե հարցին ուրիշ տեսանկյունից նայես, կհասկանաս։ Իմ տղերքը, այդ թվում ընկերները, շատ կապված են իրար հետ։ Ջեկոն էլ նույնպես։ Նրանց դժվար կլինի օբյեկտիվ ունեն ու ճիշտ վերլուծություններ անել։ Ինձ լրիվ չեզոք մարդ է պետք, որ օբյեկտիվ լինի։ Ես Ջեկոյին 1000 տարի ճանաչում եմ կարող ու չեմ ուզում սխալ որոշում կայացնել։ Համարի, որ դու ինձ անձնական ծառայություն ես մատուցում կարող։ Լավ, ես համաձայն եմ։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիր, բայց պետք է խնդրեմ, որ այս մասին մենակ ես ու դու իմանանք։ Ես շատ վտանգավոր ինֆորմացիա է թե քո, թե իմ համար։ Ես հասկանում եմ։ Տերն վաղ կհանդիպենք առանձին։ Տերն ու ժամը կզանգեմ ու կասեմ։ Կգաս ու ես քեզ ամեն ինչ մանրամասն կասեմ, թե ինչ է ինձ ագով էր պարզել։ Ու դու կմտածես, ոնց ես վարվում այդ ինֆորմացիայի հետ։ Լավ ուղղ։ Գնանք։ Սիրահարվել ես Մալոկյան։ Չէ, ով ասեց որ։ Ոչ մեկ, ես ումա։ Հետո հենց գիշերը գալիս է, նստում սկսում ես SMS-ներ գրել։ Չէ, մամ, ինձ չես է գրում։ Լավ, պետք է գնանք ֆուտբոլ խաղալու։ Լավ, ոնց կասես։ Մալոկյան, քեզ մի բան պետք է հարցնեմ, բայց կուզեի, որ պապա դրա մասին չիմանար։ Չէ, ոչ մի ոչ բան չի եղել։ Ուղղակի խոսք տուր ինձ, որ պապայից չես ասի մեր խոսակցության մասին։ Չեմ ասի։ Խոսք ես տալիս։ Հա։ Մանր մի քանի ամիս առաջ իմ ծանոթներից մեկը պապայից հետ մեծ գումար է վերցրել ու չի կարողանում հետ տալ։ Պապան դրա փոխարեն վերցրել է այդ մարդու տան վկայականը։ Հիմա այդ վկայականը պետք է, որպեսզի այդ մարդը կարողանա գրավ գնել բանկում ու վերադարձնի այդ գումարը։